Սիրելի ժողովուրդ հայոց 1972 թվականի մայիսի 20-ին հույն ուղղափառ օրթոդոքս եկեղեցին Գործկարակիրոց գրքի մեջ հիշված 16-րդ գրքում մեջ հիշված Լիդիան, որ Պողոս Արաքյալի խոսքերուն հավատաց եւ Քրիստոսը ընդունեց ու մգրդվեցավ Զիգաթիի այս կեդին մեջ զինք սրբուհի հրճագեցին եւ ճիշտ Զիգաթիի այս կեդին շուրջ գողքին գանքնեցին այս մգրդարանը այստեղ բացարձակ կերպով բادرակ չլար, թաղում չլար, այլ միայն մգրդություն գլա, հարսանիք չլար, մգրդություն գլա սիրելներ, ահա գտեսնեք սրբուհի Լիդայի սրբապատկերը, մոզաիկը, եկեղեցին ամբողջությամբ մոզաիկ եղած է, Պողոս Արաքյալն է, որ Հիսուսի կողմէ կանչվեցավ, որպեսզի Արաքյալ ըլլար եւ հեթանոսներուն եւ նաեւ հրյաներուն կտեսնենք այստեղ մուտքին Հիսուս Քրիստոսը աչ կողմը Մայրիկ Աստվածածինը եւ Հովանես Մգրդիչը այստեղ կտեսնենք սիրելներ Շիրան եւ սրբուհի ուրեմն Լիդան Պողոս Արաքյալը Դիմոթեոսը եւ իր աշակերտը Շիրան այո եւ ուրեմն տեսեք այստեղ մոզաիկն է ամբողջ եկեղեցին սիրելներ մոզաիկի վերածված է Պողոս Արաքյալի այո շամփաներն այո ուրեմն գտեսնեք ամբողջ կեդինը մոզաիկ է Պողոս Արաքյալի ջամփաներն են ուր որ կացած եւ քարոզած է Անտիոքսիա Անդիոքն է Էֆեսոսը Եփեսոսը Տրոասը Նեապոլիսը այսին որ այսօր Կավալան է այստեղն ենք Փիլիպեն ուր որ ուրեմն քարոզեց Թեսաղոնիկեն եւ դարբեր վայրեր Գորընթոսն է, Աթենքն է եւ ամբողջ եկեղեցին սիրեներ սրբանկարչությամբ ուրեմն լեցված է հավասիկ կտեսնեք Պողոս Արաքյալի գլխադումն է այստեղ կամ Հակոբոս Արաքյալը առաջին Արաքյալը որ գլխadվեցավ Աստվածամոր ննչումը Եվ ինչպես սի այստեղը մգրդարան է ամբողջությամբ, այստեղ է որ կմգրդեն երեխաները, ութանկյուն եկեղեցի է, Քրիստոսի մգրդության պատկերն է կմպետի մեջ, Սրբուհի Ռիտային անունով է այս եկեղեցին, խորանի մեջտեղը Աստվածամայրը, Մանուկ Հիսուսով, Սուրբ Հոգիի էջքը, Հիսուսի հարությունը եւ այլն։ Ամբողջ տեսնեք սիրելներ սքանչելի սրբապատկերներով Փարասկևի սրբուհին է եւ ամբողջ մոզաիկ եւ սրբապատկեր 1972-ին երբ որ եկեղեցին կառուցվեցավ այս գծակրությունները սկսան եւ ավարտեցան 2024-ին սին 50 տարի այս եկեղեցով գծակրությունը դերի ունեցավ այսօր Սուրբ Քրիստոֆորն է աղոթենք ամբողջ սրտով սիրելներ որ դերը Մեզ բոլորս օրտնե, մակրե, բահե, բահբարե ամեն տեսակ փորձաններ են եւ փորձություններ են եւ իր սուրբ ջամփաներում մեջ առաջնորդ է։ Թող բոլոր անոնք, որոնք Լիդա անունը կգրեն, շնորհավորը լա իրենց անունը եւ Սրբուհի Լիդայի հավատքով ապրին ու իրենց ամբողջ ընտանիքը Քրիստոսի ոտեցնեն։ Աստված ցեզարադաբես թողորտնե բարի ուխտ ձեր բոլորին։
օրհնյալ մնացեք Հիսուս Քրիստոսի սուրբ շնորհով։